Բարև ձեզ։ Պայմանավորված հանրության շրջանակներում լայն քննարկման առարկա դարձած ֆիզանձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ թեմային մենք որոշել ենք ներկայացնել կարճ հոլովակներ, որտեղ կներկայացնենք հետևյալ ինֆորմացիան։ Առաջին, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների մասին հայտարարագիր։ Երկրորդ, ինչ գործիքներ կամ միջոցներ պետք է ունենալ հայտարարագիրը ներկայացնելու համար։ Երրորդ, ինչպես լրացնել և հանձնել հայտարարագիրը։ Ինչպես նշեցի քիչ առաջ, այս հոլովակում մենք կխոսենք այն մասին, թե ովքեր պետք է ներկայացնեն հայտարարագիրը։ Հայտարարագիրը պետք է ներկայացնեն այն ՀՀ ռեզիդենտ քաղաքացիք, ովքեր պատկանում են հետևյալ խմբերից գոնե մեկին։ Խումբ առաջին 2024 թվականի ընթացքում եղել են վարձու աշխատող։ Խումբ երկրորդ 2024 թվականի ընթացքում մատուցել են ծառայություն քաղաքացիաիրավական պայմանագրի հիմքով։ Խումբ երրորդ 2024 թվականին ստացել են 20 միլիոն դրամ և ավելի փոխառություն։ Խումբ չորրորդ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են պետական և համայնքային ծառայող և կամ համայնքային պաշտոն զբաղեցնող անձ։ Խումբ հինգերորդ 2023 թվականի ֆինանսական տարվա արդյունքներով 1 միլիարդ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրված ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակիցները։ Խումբ վեցերորդ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքով իրական շահառուներ համարվողները, կարճ ասած կազմակերպությունների իրական շահառուները։ Խումբ յոթերորդ անձիկ, ովքեր 2024 թվականի ընթացքում ստացել են հարկվող եկամուտներ ոչ հարկային գործակալից, այսինքն այդ եկամուտներից հարկեր չեն պահվել և վճարվել ՀՀ բյուջե։ Օրինակ, վարձակալությունից եկամուտ ստացած ֆիզանձանցից կամ անկախ մասնագիտական աշխատանք, ֆրիլանս և այլն։ Խումբ ութերորդ անձիկ, ովքեր 2023 թվականի հաշվետու տարվա համար 2024 թվականին ներկայացրել են եկամուտների հայտարարագիր։ Եթե դուք պատկանում եք թվարկած խմբերից որևէ մեկին, ապա անպայման դիտեք մեր հաջորդ հոլովակները, տեղեկանալու, թե ինչ գործիքներ և միջոցներ պետք է ունենաք, որտեղից և ինչպես դրանք պետք է ձեռք բերեք, որպեսզի կարողանաք լրացնել և ներկայացնել հայտարարագիրը։ Եթե դուք չեք պատկանում քիչ առաջ ներկայացված խմբերից որևէ մեկին, ապա դուք հայտարարատու չեք և կարող եք չանհանգստանալ հայտարարագիր ներկայացնելու պահանջով։ Շնորհակալություն։